Նա ճամփորդում էր իշխանությամբ քրիստոնյաներին ձերբակալելու համար մի քանի վայրկյանում նրա կյանքը գլխիվայր շրջվեց։ Մի անհնարին լույս, երկնքից եկող ձայն մի հարց, որը հավերժ փոխեց քրիստոնեության պատմությունը։ Ինչպես մի դաժան հալածող վերածվեց հավատքի մեծագույն առաքյալի։ Եվ ինչու էր այդ ժամանակավոր կուրությունը ծրագրի էական մասը։ Շարունակեք մինչ վերջ, որովհետև այս կերպարանափոխության ամենախորը մանրամասները հայտնվում են միայն վերջին մասում, արդեն բաժանորդագրվեք ալիքին, ակտիվացված զանգակով, աստվածաշնչյան ավելի ազդեցիկ հայտնությունների համար։ Նա կրում էր նամակներ, որոնք մահապատժի դատավճիռներ էին։ Սողոս Տարսոնացին անցնում էր անապատը հստակ առաքելությամբ, ձերբակալել, տանջել, կործանել ցանկացած մեկին, ով կհամարձակվեր արտասանել Հիսուսի անունը։ Նա ուներ իշխանություն, ուներ համոզմունք, ուներ Երուսաղեմի բարձրագույն կրոնական իշխանությունների աջակցությունը։ Այն, ինչ նա չուներ, նույնիսկ չնչին պատկերացումն էր այն մասին, որ Դամասկոսից մի քանի կիլոմետր հեռավորության վրա իր ամբողջ կյանքը վայրկյանների ընթացքում կքանդվի մի լույսի պատճառով, որին ոչ մի մարդկային աչք չէր կարող դիմանալ։ Այս տեսարանի ծանրությունը հասկանալու համար դուք պետք է իմանաք, թե ով էր այս մարդը մինչ այդ օրը։ Սողոսը ծնվել էր Տարսոնում, Կիլիկիայի ամենակարևոր քաղաքներից մեկում, մի տարածաշրջան, որն այսօր պատկանում է Թուրքիայի հարավին։ Դա սովորական քաղաք չէր։ Տարսոնը մրցում էր Աթենքի Ալեքսանդրիայի հետ, որպես հին աշխարհի մտավոր կենտրոն։ Այն ուներ հռոմեական կայսրության ամենամեծ համալսարաններից մեկը, ավելի քան 500 տարվա փիլիսոփայական ավանդույթով։ Այնտեղ բնակվում էին հայտնի ստոիկ մտածողներ, ինչպիսին էր Աթենոդորոսը, Օգոստոս կայսեր դաստիարակը։ Այն ծառայում էր որպես հանդիպման կետ նրբագեղ հունական մշակույթի արելքից եկող արտրային ճանապարհների միջ։ Այնտեղ ծնվելն արդեն իսկ նշանակում էր հասանելիություն մի կրթության, որի մասին կայսրության բնակիչների մեծ մասը երբեք չէր էլ երազի։ Բայց Սողոսը միայն Տարսոնի քաղաքացի չէր։ Նա հռոմեացի քաղաքացի էր։ Այս մանրամասնը փոխում է ամեն ինչ։ Հռոմեական քաղաքացիությունը առաջին դարում արտակարգ հազվադեպ արտոնություն էր, հատկապես հրեաների համար։ Հռոմի տիրապետության տակ ապրող տասնյակ միլիոնավոր մարդկանցից հաշվարկվում է, որ 10%-ից պակասն ուներ լիարժեք քաղաքացիություն։ Սփյուռքի հրեայի համար այս կարգավիճակին հասնելը գրեթե անհնար էր։ Դա նշանակում էր բացարձակ իրավական պաշտպանություն, արդար դատավարության իրավունք ցանկացած նահանգում անձեռնխելիություն պատժի որոշակի ձերից, որոնք համարվում էին նվաստացուցիչ։ Հռոմեացի քաղաքացուն չէին կարող մտրակել առանց նախնական դատապարտման։ Նրան չէին կարող խաչել ոչ մի պարագայում։ Նա իրավունք ուներ անմիջապես դիմել Հռոմի կայսրին, եթե որևէ դատավճիռ անարդար համարեր։ Սողոսը կրում էր այս կարգավիճակը ծննդյան օրից, հավանաբար ժառանգած իր հորից կամ պապից, ինչը ցույց է տալիս, որ նրա ընտանիքն արդեն առնվազն 2 սերունդ զբաղեցնում էր բարձր սոցիալական դիրք։ Մինույն ժամանակ, նա փարիսեցի էր։ Փարիսեցիների որդի։ Փարիսեցիների թոռ։ Փարիսեցիները ներկայացնում էին Իսրայելի մտավոր կրոնական էլիտան։ Ի տարբերություն սադուկեցիների, որոնք կենտրոնացած էին տաճարի քահանայական արիստոկրատիայի վրա, փարիսեցիները նվիրված էին թե Սուրբ Գրքի, թե սերնդեսերունդ փոխանցվող բանավոր ավանդույթների մանրակրկիտ ուսումնասիրությանը։ Ըստ պատմիչ Փլավիոս Հովսեփոսի, ով ապրել է նույն դարում, ամբողջ Հրեաստանում կար մոտավորապես 6000 փարիսեցի։ Պաղեստինի հրեա բնակչությունը տատանվում էր 2 միլիոնի շուրջ։ Փարիսեցի լինել նշանակում էր պատկանել բնակչության 1%-ի 1/3-ից էլ պակաս մասին։ Մի փոքրիկ խումբ, բայց ժողովրդի կրոնական կյանքի վրա անհամաչափ մեծ ազդեցությամբ։ Փարիսեցի դառնալը պահանջում էր տարիների նվիրում։ Երիտասարդը պետք է ամբողջությամբ անգիր աներ Մովսեսի 5 գրքերը։ Տիրապետեր Թորայում նշված 613 օրենքներին, 248 դրական պատվիրաններին, 365 արգելքներին։ Իմանար նախորդ վարպետների մեկնաբանությունները ցուցաբերեր օրենքը նոր իրավիճակներում կիրառելու ունակություն։ Դա մի մարզում էր, որը կարող էր տել 1 տասնամյակ կամ ավելի։ Սողոսը գնաց ավելին, քան ակնկալվում էր ցանկացած երիտասարդ փարիսեցուց։ Նա ուղարկվեց Երուսաղեմ, հրեական աշխարհի կենտրոնը, սովորելու Գամաղիելի, իր սերնդի մեծագույն ռաբբիական վարպետի ոտքերի մոտ։ Գամաղիելը Հիլելի թոռն էր, օրենքի մեկնաբանության 2 հիմնական դպրոցներից մեկի հիմնադրի։ Գամաղիելի մոտ սովորելը համարժեք էր հին աշխարհի ամենահեղինակավոր հաստատությունում դոկտորական աստիճան ստանալուն։
Գործք առաքելոց գիրքն ինքնին նշում է, որ Գամաղիելը հարգված էր ամբողջ ժողովրդի կողմից, պատմում է մի դրվագ, երբ նրա խոսքը բավական էր ամբողջ Սինեդրիոնը հանդարտեցնելու համար։ Ինչպես Սողոսը, որը կրթվել էր իր չափավորությամբ հայտնի վարպետի կողմից, դարձավ քրիստոնյաների ամենադաժան հալածողը։ Այս հարցը չունի պարզ պատասխան։ Այն, ինչ մենք գիտենք, այն է, որ Սողոսի նախանձախնդրությունը գերազանցում էր իր ժամանակակիցներին։ Նա ինքը տարիներ անց կգրեր. Հրեական օրենքի մեջ ես գերազանցում էի իմ տարեկից շատ հայրենակիցների, լինելով շատ ավելի նախանձախնդիր իմ հայրերի ավանդույթների նկատմամբ։ Եվ մեկ այլ նամակում. ըստ նախանձախնդրության եկեղեցու հալածող, ըստ այն արդարության, որ օրենքի մեջ է, անմեղադրելի։ Անմեղադրելի։ Այս բառը կրում է ջախջախիչ ծանրություն։ Սողոսը սովորական կրոնավոր չէր, ով երբեմն մասնակցում էր հերետիկոսների դեմ գործողություններին։ Նա լավագույնն էր իր գործում։ Ամենանվիրվածը, ամենահամոզվածը, ամենաանողոքը։ Եվ երբ Հիսուսի հետորդների շարժումը սկսեց աճել Երուսաղեմում խաչելությունից հարության մասին տագնապալի լուրերից հետո, Սողոսը տեսավ գոյաբանական սպառնալիք, որը պետք է վերացվեր, նախքան այն կվարակեր ամբողջ Իսրայելը։ Առաջին պահը, երբ նա հայտնվում է Սուրբ գրքում, ունի այնպիսի դաժանություն, որից արյունը սառչում է։ Ստեփանոսը, մի հելլենիստ հրեա, ով սահուն խոսում էր հունարեն, ընտրվել էր որպես վաղ եկեղեցու 7 սարկավագներից մեկը։ Գործքի տեքստը հաստատում է, որ նրա հակառակորդները չէին կարողանում դիմադրել այն իմաստությանը հոգուն, որով նա խոսում էր։ Չկարողանալով հաղթել նրան բանավեճում, դիմեցին զրպարտության։ Կաշառեցին մարդկանց, որպեսզի նրան մեղադրեն հայհոյության մեջ։ Ստեփանոսը քարշ տրվեց Սինեդրիոնի առջ։ Այնտեղ, նույն խորհրդի առջ, որը մի քանի տարի առաջ դատապարտել էր Հիսուսին, նա արտասանեց մի ճառ, որն անցավ Իսրայելի ամբողջ պատմությամբ։ Սկսեց Աբրահամից, անցավ Հովսեփին Եգիպտոսում, մանրամասնեց Մովսեսի կյանքը, հասավ Դավթին, Սողոմոնին, և հետո առանց նախազգուշացման շրջեց իրավիճակը։ Ով խստապարանոցներ սրտով ու ականջներով անթլփատներ, դուք միշտ հակառակ եք կենում Սուրբ Հոգուն։ Ձեր հայրերը մարգարեներից որ մեկին չհալածեցին։ Եվ սպանեցին նրանց, ովքեր նախօրոք բուժեցին արդարի գալուստը, որի մատնիչներն ու սպանողները դուք եղաք այժմ։ Մատնիչներ, սպանողներ։ Ռեակցիան պայթյունավտանգ էր։ Գործքի տեքստը նկարագրում է, որ լսողները իրենց ատամները կրճտացնում էին նրա Այս արտահայտությունը ցույց է տալիս ներքին, գրեթե կենդանական կատաղություն։ Փակեցին իրենց ականջները։ Գոռացին, որպեսզի խլացնեն նրա ձայնը։ Բոլորը միասին հարձակվեցին Ստեփանոսի վրա, նրան քաղաքի պարիսպներից դուրս հանեցին, սկսեցին քար կոծել։ Իսկ որտեղ էր Սողոսն այդ պահին։ Տեքստը վիրաբուժական ճշգրտություն ունի։ Վկաներն իրենց հագուստները դրեցին մի երիտասարդի ոտքերի մոտ, որի անունը Սողոս էր։ Պաշտոնական քարկոծումների ժամանակ մեղադրանքի վկաներն էին նետում առաջին քարերը։ Շարժման ազատություն ունենալու համար նրանք հանում էին իրենց թիկնոցները։ Եվ ինչ-որ մեկը պետք է պահեր այդ հագուստները։ Սողոսը քարեր չնետեց։ Նա պահեց նրանց հագուստները, ովքեր նետում էին։ Նա այնտեղ էր, հետելով ամեն ինչին, երաշխավորելով, որ մահապատիժը հետի ընթացակարգերին։ Եվ հաջորդ համարը վերացնում է ցանկացած երկիմաստություն։ Եվ Սողոսը համամիտ էր նրա սպանությանը։ Համամիտ լինել, հավանություն տալ, արդար համարել։ Այդ պահից սկսած քրիստոնյաների հալածանքը բարձրանում է աննախադեպ դաժանության մակարդակի։ Գործք 8-րդ գլուխը սկսվում է մի նախադասությամբ, որը սառեցնում է, իսկ Սողոսը քանդում էր եկեղեցին, տներն էր մտնում տղամարդկանց ու կանանց քարշ տալով, բանտ էր գցում։ Հունարեն բայը, որը թարգմանվում է որպես քանդել կամ ավերել, նույնն է, ինչ օգտագործվում է վայրի վարազի կողմից այգին ներխուժելիս պատճառած ավերածությունները նկարագրելու համար։ Դա մեղմ փոխաբերություն չէ։ Դա դաժան, համակարգված, անողոք ոչնչացման պատկեր է։ Սողոսը գործում էր Սինեդրիոնի հստակ թույլտվությամբ։ Քահանայապետն իրավունք ուներ ձերբակալման օրդերներ տալ հերետիկոսության մեջ մեղադրվող հրեաների դեմ, Սողոսը դարձավ այդ հրամանների կատարող ձեռքը։ Իր հետագա վկայության մեջ Պողոսը խոստովանում է, որ բոլոր ժողովարաններում հաճախ նրանց պատժելով ստիպում էի հայհոյել։ Նա տանջում էր մարդկանց, մինչ նրանք ուրանային Հիսուսին։
Բայց Երուսաղեմն այլս բավարար չէր։ Քրիստոնյաները սկսեցին զանգվածաբար փախչել։ Հալածանքների պատճառով առաջացած ցրումը հեգնաբար տարածեց Հիսուսի հետորդներին ամբողջ Հրեաստանում, Սամարիայում դրանից դուրս։ Դամասկոսը, որը գտնվում էր Երուսաղեմից մոտ 240 կիլոմետր հյուսիս, ուներ թերս 15-ից 20 հազարանոց հրեական համայնք, դրա մի մասը ընդունել էր նոր հավատքը։ Սողոսը որոշեց գնալ նրանց հետից։ Նա գնաց քահանայապետի մոտ, խնդրեց պաշտոնական նամակներ Դամասկոսի ժողովարանների համար, որոնք թույլ կտային ձերբակալել ցանկացած հրեայի, ով հետում էր ճանապարհին, ինչպես կոչվում էր քրիստոնեական շարժումը։ Այս փաստաթղթերը ձեռքին, Սողոսը հավաքեց մի խումբ ճանապարհ ընկավ։ Երուսաղեմից Դամասկոս ճանապարհորդությունը դում էր մոտավորապես 6 օր ոտքով, օրական 30-ից 40 կիլոմետր քայլելով։ Դա 240 կիլոմետր քայլվածք էր Մերձավոր Արևելքի անողոք արի տակ, ջերմաստիճանով, որը հեշտությամբ անցնում էր 40 աստիճան Ցելսիուսը օրվա կենտրոնական ժամերին։ Ինչու Սողոսն իրեն այդքան նեղություն կտար։ Պատասխանը նրա համոզմունքի ինտենսիվության մեջ է։ Նա քրիստոնյաներին չէր տեսնում պարզապես որպես մոլորված մարդկանց։ Նա նրանց տեսնում էր որպես հոգոր հիվանդություն, որը սպառնում էր վարակել ամբողջ Իսրայելը։ Առանց գործողության անցած ամեն օրը մի օր էր, երբ հերետիկոսությունն ավելի էր տարածվում։ Սողոսի համար անապատով այդ 6-օրյա ճանապարհորդությունը զոհողություն չէր։ Դա սուրբ պարտք էր։ Դա աստվածային հրատապություն էր։ Եվ հետո եկավ այն պահը, որը պատմությունը կբաժաներ առաջ ի հետո ի։ Գործքի տեքստը պատմում է, որ երբ նա գնում էր մոտենում Դամասկոսին, հանկարծակի նրա շուրջը երկնքից մի լույս փայլատակեց։ Իր հետագա պատմության մեջ Պողոսը հստակեցնում է, որ դա կեսօրին էր, որ լույսը արեգակից ավելի պայծառ էր։ Ժամանակային մանրամասնը կարոր է։ Կեսօրը սիրիական անապատում նշանակում է ուղղահայացար, առավելագույն բնական լուսավորություն։ Եվ այնուամենայնիվ, հայտնված լույսը նկարագրվեց որպես այդ ամենից ավելի ինտենսիվ։ Պատկերացրեք տեսարանը։ Մի վճռական մարդ իր ուղեկիցներով շրջապատված նպատակակետից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ պետք է կատարեր իր ձերբակալման առաքելությունը։ Արն արդեն ժամեր շարունակ տապում է։ Քրտինքը հոսում է դեմքով։ Աչքերը կիսափակ են պայծառության դեմ։ Եվ հանկարծ, առանց նախազգուշացման, մի ավելի ուժեղ լույս պարուրում է ամեն ինչ։ Այն չի գալիս որոշակի ուղղությունից։ Այն շրջապատում է ամբողջությամբ։ Անհնար է նայել որե կողմ առանց կուրանալու։ Անհնար է փախչել։ Սողոսն ընկնում է գետնին։ Նրա հետ ճամփորդող մարդիկ նույնպես արտասովոր բան են զգում։ Մի պատմության մեջ գործքն ասում է, որ նրանք ձայնը լսում էին, բայց ոչ մեկին չէին տեսնում։ Մեկ այլ պահի Պողոսը հաստատում է, որ իր ուղեկիցները լույսը տեսան, բայց ձայնը չհասկացան։ Նկարագրությունները ցույց են տալիս, որ փորձառությունն ուներ տարբեր շերտեր։ Բոլորը զգացին գերբնական ինչ-որ բան, բայց միայն Սողոսը հասկացավ բառերը։ Ուղերձն անձնական էր։ Սավուղ, ինչու ես հալածում ինձ։ Հարցը չի սկսվում մեղադրանքով։ Այն սկսվում է անունով։ Կրկնված 2 անգամ։ Եբրայական ավանդույթի մեջ այս կրկնությունը կրում է խորը նշանակություն։ Աստված կանչեց Աբրահամ նախքան Իսահակի զոհաբերությունը կանխելը։ Կանչեց Մովսես այրվող մորենու մոտ։ Կանչեց Սամուել Սիլովի տաճարում։ Այժմ, սիրիական անապատում, նույն ձայնը կանչում է Սավուղ։ Բայց հարցի բովանդակությունը բացարձակապես ջախջախիչ է։ Ինչու ես հալածում ինձ։ Սողոսը հալածում էր քրիստոնյաներին։ Մսից ու արյունից մարդկանց, որոնց նա քարշ էր տալիս բանտեր տանջանքների։ Նա ուղղակիորեն չէր հալածում Հիսուսին։ Հիսուսը խաչվել էր տարիներ առաջ։ Ինչպես կարող է ինչ-որ մեկը հալածել մի մեռած մարդու։ Հարցը բացահայտում է մի ճշմարտություն, որը Սողոսը երբեք չէր դիտարկել։ Հարձակվել հետորդների վրա նշանակում էր հարձակվել վարպետի վրա։ Եկեղեցին պարզապես նոստալգիկ մարդկանց խումբ չէր, ովքեր հիանում էին մահապատժի ենթարկված առաջնորդի հիշատակով։ Այն այդ առաջնորդի կենդանի մարմինն էր։ Նրանց դիպչելը նշանակում էր նրան դիպչել։ Ապշած, շփոթված, հավանաբար սարսափած, Սողոսը կարողանում է ձակերպել միայն մի հարց. Ո՞վ ես դու, Տեր։ Պատասխանը կործանում է նրա իմացած ամբողջ աշխարհը։
Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Հիսուսը։ Այն անունը, որը Սողոսն ուզում էր ջնջել երկրի երեսից։ Այն հայհոյողը, որին նա հավատում էր, թե այրվում է դժոխքում։ Այն կեղծ Մեսիան, որի հետորդներին նա որսում էր հենց այդ պահին։ Այն ամենը, ինչին Սողոսը հավատում էր, փլուզվեց մի ակնթարթում։ Եթե Հիսուսը կենդանի էր, ուրեմն հարությունը իրական էր։ Եթե հարությունը իրական էր, ուրեմն նա իրոք Մեսիան էր։ Եթե նա Մեսիան էր, ուրեմն Սողոսն ամիսներ շարունակ հալածել էր Աստծո սեփական ժողովրդին։ Ամեն մի վստահություն, ամեն մի համոզմունք, ամեն մի գործողություն, որը նա արդար էր համարում, մեկ վայրկյանում լիովին շրջվեց։ Տեքստն ավելացնում է մի խորհրդավոր նախադասություն. Խիստ է քեզ համար խթանի դեմ աքացի տալը։ Խթանները մետաղյա ծայրով ձողեր էին, որոնք օգտագործվում էին եզներին վարելու համար։ Երբ կենդան ին աքացի էր տալիս ձողի դեմ, նա միայն ավելի էր վնասում իրեն։ Պատկերը պարզ է, Սողոսը պայքարում էր իրենից մեծ մի բանի դեմ։ Եվ ամեն հարված, որ նա հասցնում էր քրիստոնյաներին, վերադառնում էր իր դեմ։ Ձայնը շարունակում է. «Վեր կաց մտիր քաղաքը, այնտեղ քեզ կասվի, թե ինչ պետք է անես»։ Չկա մանրամասն աստվածաբանական բացատրություն։ Միայն մի պարզ հրահանգ։ Սողոսը, բացարձակ վստահությունների մարդը, այժմ պետք է հնազանդվեր առանց հասկանալու։ Եվ երբ նա վեր է կենում, հայտնաբերում է, որ բառացիորեն խավարի մեջ է։ Լույսը, որն արից ուժեղ էր, թողեց իր հետանքները։ Նրա աչքերն այլս չեն գործում։ Նա, ով եկել էր քրիստոնյաներին ձերբակալված տեսնելու, այժմ ոչինչ չի կարողանում տեսնել։ Նա, ով առաջնորդում էր խումբը, այժմ պետք է ձեռքից բռնած առաջնորդվի ինչպես երեխա։ Շրջադարձը լիակատար է, ջախջախիչ, անհնար անտեսել։ Մարդիկ Սողոսին տանում են մինչ Դամասկոս։ Նրան թողնում են Հուդա անունով մի մարդու տանը, այն փողոցում, որը կոչվում էր Ուղիղ։ Այնտեղ նա մնում է 3 օր։ 3 օր առանց ուտելու։ 3 օր առանց խմելու։ 3 օր առանց տեսնելու։ Թիվը պատահական չէ Սուրբ գրքում։ Հովնանը 3 օր մնաց ձկան փորում։ Հիսուսը 3 օր մնաց գերեզմանում։ Սողոսի համար այս 3 օրերը գործում են որպես լիակատար խորհրդանշական մահ։ Հալածողը քանդվում է, որպեսզի նոր բան կարողանա ի հայտ գալ։ Կարող եք պատկերացնել, թե ինչ էր անցնում նրա մտքով այդ 72 ժամվա ընթացքում։ Ջարդված դռան ամեն մի հիշողություն։ Երեխաներից խլված մոր ամեն մի սարսափած դեմք։ Տանջանքների ամեն մի սեանս, որտեղ նա ստիպում էր մարդկանց ուրանալ Հիսուսի անունը։ Այս ամենն այժմ տեսնվում էր լիովին այլ լույսի ներքո։ Դա նախանձախնդրություն չէր։ Դա հանցագործություն էր։ Դա բարեպաշտություն չէր։ Դա սպանություն էր։ Եվ մինչ Սողոսը տառապում է իր խավարի մեջ, քաղաքի մյուս ծայրում մեկ այլ մարդ տեսիլք է ստանում։ Անանիան Հիսուսի աշակերտ էր Դամասկոսում։ Տերը հայտնվում է նրան։ Վեր կաց, գնա Ուղիղ կոչվող փողոցը, փնտրի Սողոս անունով մի Տարսոնացու։ Անանիայի արձագանքը լիովին հասկանալի է, սարսափ։ Նա պատասխանում է. Տեր, շատերից եմ լսել այդ մարդու մասին, թե որքան չարիքներ է հասցրել քո սրբերին Երուսաղեմում։ Եվ այստեղ էլ քահանայապետներից իշխանություն ունի ձերբակալելու բոլոր նրանց, ովքեր կանչում են քո անունը։ Անանիան շատ լավ գիտեր Սողոսի համբավը։ Հավանաբար անձամբ ճանաչում էր մարդկանց, ովքեր ձերբակալվել էին նրա կողմից։ Այժմ նրան ուղարկում էին անձամբ հանդիպելու այդ մարդուն։ Դա նման էր ոչխարին խնդրելուն, որ գնա այցելի գայլին իր որջում։ Բայց աստվածային պատասխանը բացահայտում է մի նպատակ, որը գերազանցում է ամեն մի վախ։ Գնա, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է, իմ անունը կրելու հեթանոսների, թագավորների Իսրայելի որդիների առջ։ Եվ ես նրան ցույց կտամ, թե որքան պետք է նա չարչարվի իմ անվան համար։ Ընտրյալ անոթ։ Սողոսը չէր լինելու պարզապես մեկ դարձի եկած։ Նա ուղարկվելու էր այնպիսի վայրեր, որտեղ ոչ մի առաքյալ չէր հասել։ Եվ դրա համար նա շատ բարձր գին էր վճարելու։ Անանիան հնազանդվում է։ Նա գտնում է Սողոսին, ձեռքերը դնում է նրա վրա, ասում բառեր, որոնք անդունդներ են կամրջում։ Սողոս եղբայր, Տերը, Հիսուսը, որ երաց քեզ ճանապարհին, որով գալիս էիր, ուղարկեց ինձ, որպեսզի տեսնես լցվես Սուրբ Հոգով։ Եղբայր։ Այս մեկ բառը կրում է ամբողջ ավետարանը։
Օրեր առաջ Սողոսը քրիստոնյաների սարսափն էր, այն անունը, որը մայրերը շշնջում էին իրենց զավակներին նրանց վախեցնելու համար, այն մղձավանջը, որը ստիպում էր ընտանիքներին փախչել կեսգիշերին։ Իսկ այժմ մի քրիստոնյա, ով նրան ատելու ամեն իրավունքն ուներ, նայում է նրան ասում՝ եղբայր։ Չկա անցյալի համար հաշվետվություն։ Չկա մեղադրանքների ցուցակ։ Միայն անմիջական ներում, լիակատար ընդունում, ամբողջական վերականգնում։ Տեքստը նկարագրում է, որ իսկույն նրա աչքերից թեփուկների նման բաներ ընկան, նա տեսողությունը վերականգնեց։ Պատկերը ցնցող է։ Թեփուկները ծածկել էին նրա աչքերը։ Եվ երբ Անանյան ձեռքերը դրեց, այդ թեփուկները պարզապես ընկան։ Սողոսը թարթեց աչքերը։ Լույսը վերադարձավ։ Բայց այն, ինչ նա տեսավ, միանգամայն այլ աշխարհ էր։ Նա անմիջապես վեր է կենում մկրտվում։ Կերպարանափոխությունը աստիճանական չէ։ Այն կտրուկ է, ինչպես լույսը, որը նրան տապալեց։ Մարդը, ով Դամասկոս էր հասել ձերբակալման օրդերներով, մկրտության ջրերից դուրս է գալիս որպես այն համայնքի անդամ, որին մտադիր էր կործանել։ Ուտում է առաջին անգամ 3 օրվա մեջ։ Վերականգնում է ուժերը։ Եվ մի քանի օրից արդեն քաղաքի ժողովարաններում է։ Քարոզելով, որ Հիսուսը Աստծո որդին է։ Գործքի տեքստը արձանագրում է ռեակցիան։ Եվ բոլոր լսողները ապշած էին ասում էին. Սա այն մարդը չէր, որ Երուսաղեմում հալածում էր նրանց, ովքեր կանչում էին այս անունը, այստեղ էլ դրա համար էր եկել, որ նրանց կապած տանի քահանայապետների մոտ։ Հարցն անխուսափելի է։ Ինչպես բացատրել այս փոփոխությունը։ Հալածողը դարձավ քարոզիչ։ Կործանողը դարձավ պաշտպան։ Ոչ մի մարդկային տրամաբանություն չէր կարողանում մշակել դա։ Բայց Սողոսի քարոզչությունը Դամասկոսում ստեղծում է պոտենցիալ մահացու խնդիր։ Նույն կրոնական խմբերը, որոնք նախկինում ողջունում էին նրա գործողությունները, այժմ ծրագրում են սպանել նրան։ Շրջադարձը կատարյալ է։ Նա դուրս էր եկել Երուսաղեմից պաշտոնական նամակներով, քրիստոնյաներին ձերբակալելու համար, իսկ այժմ պետք է փախչի Դամասկոսից, որպեսզի չսպանվի նրանց կողմից, ովքեր տվել էին իրեն այդ նամակները։ Փախուստի ծրագիրը կինեմատոգրաֆիկ է։ Հրեաները հսկում էին քաղաքի դռները գիշեր ու զոր։ Սողոսը չէր կարողանա դուրս գալ սովորական ճանապարհներով։ Այդ ժամանակ գիշերվա ընթացքում Դամասկոսի աշակերտները, հենց այն մարդիկ, որոնց նա եկել էր ձերբակալելու, նրան դնում են պարանե մեծ զամբյուղի մեջ իջեցնում պարսպի մի անցքից։ Հալածողը փախչում է քաղաքից որպես փախստական։ Նա գնում է Երուսաղեմ։ Փորձում է միանալ առաքյալներին։ Բայց նրանք վախենում են։ Դեռ չեն հավատում, որ դարձը իրական է։ Բարնաբասն է, որ միջամտում է, ներկայացնում է Սողոսին առաքյալներին, պատմում է, թե ինչ էր պատահել ճանապարհին, պաշտպանում է նրա իսկությունը։ Այդուհետ սկսվում է մի ճանապարհորդություն, որը կփոխեր հին աշխարհը։ Սողոս անունով հայտնի մարդը սկսում է կոչվել Պողոս։ Նա կկատարի առնվազն 4 մեծ միսիոներական ճանապարհորդություն։ Բազմիցս կկտրի միջերկրական ծովը, իր կյանքի ընթացքում անցնելով ավելի քան 15,000 կիլոմետր։ Քրիստոնեական համայնքներ կհիմնի Փիլիպպեում, Թեսաղոնիկեում, Բերիայում, Կորինթոսում, Եփեսոսում, տասնյակ այլ քաղաքներում։ Անթիվ անգամներ կձերբակալվի։ 5 անգամ հրեաներից կստանա 39 մտրակի հարված։ 3 անգամ հռոմեացիների կողմից ծաղկվելու է ձողերով։ Կքարկոծվի, կթողնվի որպես մեռած։ 3 անգամ նավաբեկության կենթարկվի, մի գիշեր մի ցերեկ անցկացնելով ծովի անդունդներում։ Այն նամակներից, որոնք Պողոսը գրել է բանտերում, ճանապարհորդությունների աքսորի ժամանակ, 13-ը պահպանվել են մտել նոր կտակարանի կանոնի մեջ։ Հռոմեացիներին, կորինթացիներին ուղված 2 նամակները, գաղատացիներին, եփեսացիներին, փիլիպպեցիներին, կողոսացիներին, թեսաղոնիկեցիներին ուղված 2 նամակները, Տիմոթեոսին ուղված 2 նամակները։ Տիտոսին ուղված նամակը, Փիլիմոնին ուղված նամակը։ Նրա խոսքերը շնորհի, հավատքի, արդարացման փրկագնման մասին ձավորեցին քրիստոնեական աստվածաբանությունը հաջորդ 2000 տարիների համար։ Հավատքի համայնքները Հռոմում, Կորինթոսում, Եփեսոսում, Փիլիպպեում, անթիվ այլ քաղաքներում ծնվեցին նրա ձեռքերից, նրա հոգնած ոտքերից, նրա անխոնջ բերանից։ Մարդը, ով մի օր քրիստոնյաներին քարշ էր տալիս դեպի մահ, կյանքն ավարտեց քարշ տրվելով դեպի մահապատիժ, քրիստոնյա լինելու համար։ Ըստ պատմական ավանդության, Պողոսը գլխատվել է Հռոմում Ներոնի հալածանքների ժամանակ, մոտավորապես 64 կամ 67 թվականին։
Որպես հռոմեացի քաղաքացի նա իրավունք ուներ պատվավոր համարվող մահվան, սրով, փոխանակ խաչելության, որը վերապահված է ստրուկներին ոչ քաղաքացիներին։ Նա մեռավ դավանելով նույն անունը, որը մի օր փորձել էր ջնջել երկրի վրայից։ Դամասկոսի ճանապարհը պարզապես կրոնական դարձ չէր։ Դա այն ամենի լիակատար շրջումն էր, ինչ Սողոսն էր, ինչին հավատում էր, ինչ անում էր։ Եվ թերս դա է այս պատմության ամենատագնապալի, ամենամեծ մարտահրավեր նետող, ամենահուսադրող կետը։ Եթե մեծագույն թշնամին կարողացավ փոխվել, եթե ամենաանողոք հալածողը կարողացավ դառնալ ամենանվիրված միսիոները, ուրեմն ոչ ոք, բացարձակապես ոչ ոք, հասանելիությունից դուրս չէ։